Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծը չընդգրկվեց ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի օրակարգում։ Ընդամենը 12 падգամավոր կողմ քվեարկեց Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը։ Մյուսները չմասնակցեցին քվեարկությանը, ասելով, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումը լարվածություն կստեղծի սահմանին։ Պատերազմական գործողությունները լայնածավալ չեն կանխվելու։ Հետևաբար մենք պետք է ճանաչենք եւ պաշտպանենք Ժամանակը սպառվեց։ Փոխարենը խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Հրազդան ցեմենտին մոտ 595 միլիոն դրամի չափով տույժ տուգանքներից ազատելու եւ ՎՏԲ-ին կառավարման հանձնելու մասին նախագիծը։ Եթե բանկը չի զիջել, դրել է տուժ տուգանքի տակ այդ ձեռնարկությանը, մենք բանկին ինչու ենք լավություն անում, այն դեպքում որ այդ բանկում միլիոնավոր մեր քաղաքացիներ ճռռում են տուժ տուգանքների եւ հարկերի ու տուրքերի տակ։ Օբյեկտը պարտքնի արտաբալանս անել պարտքը, օբյեկտը վճարը կնչեք, ամբողջ խորհրդարանը ցնցում էսպես։ Քվեարկությունից հետո այսօր ազգային ժողովը շարունակեց քննարկել ընտրական օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ։ Ամենաիդեալական ընտրական օրենսգիրքը, որը կհավաքնի որպես բեսթսելեր ստանալու Նոբելյան մրցանակ, չի փրկելու։ Մենք բոլորս մեղավոր ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրական այլանդակ համակարգի մի մաս դարձնելու մեջ։ Համամասնական ընտրակարգը դրել եք եւ մեծամասնատամով մորթում եք։ Այսպես ընտրակարգով գնալ ընտրությունների, արնահեղություն է վաղը լինելու մեր երկրում։ Հայազգային կոնգրես խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ 4+4+4 ձևաչափով բանակցությունները արդյունք չեն տվել։ Բացի այդ, չեն քննարկվել նաև Հայազգային կոնգրեսի կողմից ներկայացված առաջարկները։ Նա իշխանությունից երաշխիքներ պահանջեց, որ կողմերի միջև կոնսենսուսի պարագայում կհրավիրվի արտահերթ նիստ առաջարկությունները քննարկելու համար։ Ըստ Լևոն Զուրաբյանի դրանից է կախված Հայազգային կոնգրեսի մասնակցությունը երկրորդ ընթերցմամբ քննարկումներին։ Իշխանության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը խոստացավ տալ այդ երաշխիքը։